Աշտարակ քաղաքի մուտքի մոտ մի տուֆից կառուցված կամուրջ կա։ Տասնամյակներ առաջ այդ կամուրջի մի կողմում գյուղաբնակները հաճախ էին հավաքվում, որոնց միանում էր միազնիվ երիտասարդ գավառական դպրոցի տեսուչը Երևանից։ Նա սիրում էր աշակերտների հետ շրջել Աշտարակի ձորում, պատմել նրանց հին առասպելներ ու ժողովրդական առանձներ, ինչպես նաև կիսվել իր կյանքի փորձով ու գիտելիքներով։ Նա հայտնի գրող Պերճ Պրոշյանն էր, Հովհաննես Տեր Առաքելյանը, որի թողած ժառանգությունն այսօր խոսում է իր մասին։ Աշտարակն առանձնապես աչքի չէր ընկնում շքեղությամբ։ Քաղաքում գերակշռում էին պարզ, միահարկ տները։ Դրանցից մեկում էր ապրում դերձակ Ստեփանը, գրագետ, քահանայի որդին, ով իր նախնիներին վերագրում էր ազնվական ծագում։ Նա մի առիթով տեսել էր տոհմածառ, որտեղ նշվում էր, որ իրենց գերդաստանը սերում է Գառնիի Պրոշ իշխանից։ Պրոշյանը ծնվել է 1837 թվականին բնիկ աշտարակցիների դերձակ Ստեփանի եւ Ֆալակ Մելումյանցի ընտանիքում։ Հայրը եւ մայրը աղքատ մարդիկ են եղել եւ ինչպես ինքն է ասում, աշխատել են իրենց պտղունցով, ապրել են իրենց պտղունցով։ Հայրը քահանայի տղա է եղել, իսկ մայրը համեմատաբար ունևոր ընտանիքից իր հուշերում Պրոշյանը միշտ գրում է, զարմանում եմ, թե ինչպես է Մարգար Մելումյանցը իր դստերը տվել այս աղքատ մարդուն, երևի պատճառը պապիկիս լավ անունն է եղել որպես քահանա կամ մորս դեմքի տգեղությունը։ Ապագա գրողի հիշողության մեջ տպավորվել էր հոր լայն մկրատը, անկուզենուց պատրաստված դասգահը, ինչպես նաև երեկոյան ժամերին դերձակի տանը հավաքվող հարևաններն ու բարեկամները, որոնց զրույցները միշտ հետաքրքրություն էին առաջացնում։ Մանուկ Հովհաննեսը օժտված էր բացառիկ ընդունակություններով եւ հայրը Ստեփանը նրանով մեծապես հպարտանում էր։ Հետաքրքրական, կարելի ասել ճակատագրական է եղել Խաչատուր Աբովյանի եւ Պերճ Պրոշյանի հանդիպումը։ Վերջինս դեռ աշակերտ է եղել, երբ Աբովյանն այցելել է դպրոց եւ անմիջապես ուշադրության արժանացրել աշխույժ պատանուն, անկեղծորեն հիանալով նրանով։ Տաղանդավոր ու ուշիմ տղա էր, եւ դա բոլորը նկատում էին։ Դասերը սովորում էր առանց մեծ ջանքի, ուներ զարմանալի լավ հիշողություն, խոսքը հստակ էր ու պատկերավոր։ Հաճախ էր հարցեր տալիս մեծերին, ոչ միայն հետաքրքրասիրությունից դրդված, այլև երևույթների խորքը հասնելու պատանեկան անկեղծ ցանկությունից։ Հովհաննեսի աչքերում մշտական փայլ կար, որ մատնում էր նրա ապագան։ Շատերն էին վստահ, այս տղան մեծ մարդ կդառնա։ Գյուղից էր եկել նա եւ գյուղացի էլ մնաց մինչեւ իր կյանքի ավարտը։ Քաղաքը նրա միտքը շտկեց, հղկեց, սակայն նրա բարոյական նկարագիրը այդպես էլ չափականեց։ Այսպես է բնորոշում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայտնի դեմքերից մեկը Շիրվանզադեն Պերճ Պրոշյանի մասին խոսելիս իր կյանքի բովից վիպաշարում, որտեղ կենսագրական բազմաթիվ հետաքրքիր պատմություններով Շիրվանզադեն առանձնացնում է Պերճ Պրոշյանի կերպարը իր ապրած եւ իր հետ հարաբերված մյուս կերպարներից եւ առանձին գլուխ է նվիրում իր կյանքի բովիցում Պերճ Պրոշյանի կերպարին։ Նա ընդգծում է նրա վառ անհատականությունը, միևնույն ժամանակ գյուղացու հետաքրքիր եւ միամիտ պարզ բնորոշում է տալիս Պերճ Պրոշյանին։ Պերճ Պրոշյանը Շիրվանզադեի անքննելի ընտանեսեր էր, շատ էր սիրում իր ընտանիքին եւ նա ընտանիքի հիմքը համարում էր, որ պետք է լինի եկեղեցով օրհնված։ Շիրվանզադեն դեպք է պատմում, որ իր տուն այցելել է այդքան մոտիկ լինելու հանդերձ, այցելել է միայն այն ժամանակ, երբ որ Շիրվանզադեն եկեղեցով քահանայի օրհնությամբ ամուսնացել է։ Երկու անգամ է այցելել բնակարան Շիրվանզադեի Պրոշյանը, բայց միայն քահանայով ամուսնանալուց հետո։ Նախնական գրել-կարդալը Պերճ Պրոշյանը սովորել է հորից եւ եղբորից, Խուբով Տեր Առաքելից, բայց դա չի բավարարել կրթությունը գնահատող ընտանիքին եւ հայրն էջմիածնից հրավիրել է Շապուհ Շահնազարյանին Աշտարակում դպրոց հիմնելու նպատակով։ Այդ ծխական վարժարանում սովորելուց հետո մի կարճ ժամանակով սովորել է նաեւ Երևանի արքունական դպրոցում, այնուհետև տեղափոխվել Թիֆլիս եւ ուսանել Ներսիսյան դպրոցում։ 1856 թվականին Պրոշյանն ավարտել է Ներսիսյան դպրոցը, որտեղ խորապես ուսումնասիրել է գրաբար, հայ ժողովրդի պատմություն եւ քրիստոնեությանն առնչվող խոր գիտելիքներ։ Հենց այստեղ էլ սկսել են ձևավորվել նրա ազգային դեմոկրատական համոզմունքները, որոնք մեծապես պայմանավորված են հայտնի մանկավարժ Պետրոս Շանշյանի ազդեցությամբ։
1857 թվականին Պրոշյանը վերադարձել է հայրենի քաղաք եւ նշանակվել աշտարակի ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ ստանձնել է նաեւ գավառական գործակալի քարտուղարի պաշտոնը։ Հայտնի ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը 19-րդ դարի այս ժամանակահատվածի գրական ստեղծագործությունների լեզուն երկու շրջանի է բաժանել։ Առաջինը բարբարային գրական, երկրորդը ընտրողական գրական, եւ այս առաջին շրջանի ստեղծագործողների մեջ էր նաեւ Պերճ Պրոշյանը։ 1859 թվականին Պրոշյանը մեկնել է Թիֆլիս, որտեղ մի քանի տարի աշխատել է որպես Ներսիսյան դպրոցի նախապատրաստական բաժնի ուսուցիչ։ Այդ տարիներին նա ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ձևավորման գործընթացում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել իգական դպրոցների հիմնադրման գործում, նախ Թիֆլիսում, ապա Շուշիում, որտեղ դասավանդել է հայ գրականություն, հայոց լեզու եւ պատմություն։ Որպես մանկավարժ աշխատել է նաև Ագուլիսում, Աստրախանում եւ Հայաստանի մի շարք այլ վայրերում, նպաստելով կրթության զարգացմանը։ Այդ ընթացքում նա կազմել եւ հրատարակել է դպրոցների համար նախատեսված կանոնադրություններ, համակարգված մոտեցում բերելով ուսումնական գործընթացին։ Պրոշյանը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ծաղիկն էր։ Իսկապես էլ անհանգիստ բնավորությամբ հայ մտավորականը, տոհմիկ հայ գրողը ես ագիտակցաբար եմ ընդգծում, որովհետև Հովհաննես Թումանյանը հայ գրողներին երկու մեծ խմբերի էր բաժանում։ Բնաշխարհիկ գրողներ եւ տարաշխարհիկ գրողներ։ Այդ բնաշխարհիկ գրողների մեջ ամենից կարևորները 19-րդ դարում նախ Աբովյանն էր, Նալբանդյանը, Պրոշյանը եւ հետո մյուսները։ Հետագայում Պրոշյանը հրավիրվել է Էջմիածին եւ նշանակվել Երևանի թեմի ու Կարսի վիճակի հոգեվոր դպրոցների տեսուչ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1881 թվականը, շարունակելով իր լուսավորչական գործունեությունը։ Նրա տաղանդով ու աշխատասիրությամբ հիացել է կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, սակայն Պրոշյանը չի կամեցել հոգեվորական դառնալ, ինչպես Պապը։ Պերճ Պրոշյանի կողմից իգական դպրոցների հիմնադրումն իր ժամանակի համար խիզախ ու նորարար քայլ էր։ Նրա անմնաց ցորտ նվիրման շնորհիվ հայ աղջիկների համար առաջին անգամ կրթության հնարավորություններ ստեղծվեցին Թիֆլիսում, Շուշիում եւ Ագուլիսում։ Այն ժամանակ, երբ կանանց կրթություն ընկալվում էր որպես ավելորդ, Պրոշյանը համարձակվեց հակադրվել հասարակական կարծիքին, առաջնորդվելով սեփական տեսլականով եւ ամուր կամքով։ Պրոշյանը նախաձեռնել եւ հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը, որն իր տեսակի մեջ բացառիկ կրթօջախ էր։ Դպրոցի առաջին աշակերտուհին եղել է մեկ աղջիկ, 14-ամյա Եղիսաբեթ Տեր Աբրահամյանը։ Հետագայում նա դարձել է ճանաչված դերասանուհի եւ ամուսնացել հայ նշանավոր դերասան ռեժիսոր Գևորգ Չմշկյանի հետ։ Այսօր համացածը բացառեք կտեսնեք Պերճ Պրոշյան, հայ գյուղագիր։ Գյուղագիր անունով նսեմացնել Պերճ Պրոշյանին դարձյալ մեծ անարդարություն է։ Սա էլ գալիս է այն սխալ մտայնությունից, որ գյուղ պատկերող բոլոր գրողներին համատարած անվանում են գյուղագիր։ Այդպես գյուղագիր կդառնա եւ Հովհաննես Թումանյանը, եւ Աքսել Բակունցը, եւ Հրանտ Մաթեոսյանը, եւ նրանց իջեցնելով, նսեմացնելով, բերելով, հավասարացնելով Հարություն Ջուղուրյանին, Ազարիա Ադելյանին, Արշակ Ագապյանին, Բաբկենցին, Ներսես Նիկոլայոս Մամիկոնյանին եւ մյուսներին, սա էլ այն մյուս մեծ անարդարությունն է։ Ինչու՞, որովհետև ճիշտ է, գյուղագիրները գյուղ պատկերել են գրեթե անարվեստ, գրեթե առանց կերպավորման եւ գեղարվեստական ընդհանրացման, մինչդեռ Պերճ Պրոշյանն ստեղծել է գրական տիպերի մի ամբողջ պատկերասրահ, եւ նրա կերպարները այնքան են կենսական, որ այսօր էլ մենք վերջուրջը տեսնում ենք Պրոշյանի հերոսներին։ Քչերին է հայտնի, որ Պերճ Պրոշյանն իր բազմաշերտ գործունեության զուգընթաց եղել է նաև լուսանկարիչ։ Նա ստեղծել է իր անձնական լուսանկարչական ապրանքանիշը Պերճ Աշտարակեցի անվամբ, որը դաջել է իր կողմից արված յուրաքանչյուր լուսանկարի վրա։ Սիրել ու նկարել է հիմնականում դիմանկարներ, որոնք ոչ միայն արտացոլել են ժամանակաշրջանի մարդկանց կերպարները, այլև դարձել վաստակելու աղբյուր։
Նշանավոր վիպասանը 1860-ական թվականներին եղել է նաև Արևելյան Հայաստանի լուսանկարչական արվեստի առաջամարտիկներից։ Ըստ վկայությունների, լուսանկարչության հիմունքներին նա ծանոթացել է Թիֆլիսաբնակ մի հոգևորականի շնորհիվ, ով նպատակ է ունեցել երիտասարդ գրողի հետ լուսանկարել հայկական պատմական հուշարձաններն ու արձանագրությունները։ Թեև այդ համատեղ նախաձեռնությունը չի իրագործվել, սակայն Պորոշյանը չի հրաժարվել ձեռք բերած նոր զբաղմունքից, շարունակելով խորացնել հմտությունները, այս անգամ արդեն դրանք կիրառելով կոմերցիոն դաշտում։ Նա նույնիսկ բացել է սեփական լուսանկարչական սրահ։ 1870-ականների կեսերին Պորոշյանը մի կողմ է դնում իր թանկարժեք սարքավորումները, ամբողջությամբ նվիրվելով գրական գործունեությանը, ինչն էլ դառնում է նրա կյանքի գլխավոր առաքելությունը։ Պորոշյանը եղել է նաև լուսանկարիչ։ Սա եղել է նրա սիրած զբաղմունքը, բայց նաև գումար վաստակելու միջոց։ Ընդհանրապես Պորոշյանն ասում էր, հայրենիքի փրկության հիմքը կրթությունն է եւ եկեղեցին։ Պորոշյանը միշտ ասում էր, որ կրթությունը լույս է, որից որդիներն էլ պիտի ստանան, այդ պատճառով էլ կարելի ասել, որ զբաղվել է գրեթե ամեն ինչով, որ կարողանա ընտանիքին հասցնել։ 1860-ական թվականներին անդամակցել է Կրունկ հայրենի աշխարհի ամսագրին, որպես խմբագրի օգնական եւ սրբագրիչ։ Այնուհետև ամսագրի խմբագրի Համբարձում Էֆիաջյանի ծախսերով սովորել է լուսանկարչություն, հենց ամսագրի լուսանկարները պատրաստելու համար։ Մեղու Հայաստանի լրագրի համարներից մեկում տպագրվել է մի հոդված, որտեղ նշված է, որ 1861 թվականի օգոստոսի 19-ից Պերճ Պորոշյանը իրավունք ունի լուսանկարչական գործունեությամբ զբաղվել։ Եվ արդեն բացել է բազմաթիվ լուսանկարչատներ, թե աշտարակում, Երևանում, Թիֆլիսում, Բայազետում, Աստրախանում, Ագուլիսում, իսկ լուսանկարները ստորագրում էր Պորոշյան աշտարակեցի անունով։ Ասում են Պերճ Պորոշյանը փոքրիկ խանութ է ունեցել նաև Երևանի Ղանթարի շուկայում, որտեղ ածուխ է վաճառել։ Գրչի հետ մեկտեղ նա իրեն փորձել է նաև առևտրի ոլորտում, որը սակայն հաջողություն չի գտել։ Ըստ վարկածի հրկիզել են նրա կրպակն ու այդպիսով վերջ դրել այդ նախաձեռնությանը։ Հատկանշական է, որ Հովհաննես Թումանյանը Պերճ Պորոշյանի մահվան առիթով գրված հոդվածում անդրադարձել է նրա այդ զբաղմունքներին նշելով. եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին։ Մի քանի օրով ածուխի առևտուր է սկսել եւ տեսել է օգուտ չի անում, թողել է, բայց այդ հո չի նշանակել, թե նա սոված էր կամ տգլոր։ Ինչ անենք։ Նույնիսկ այն ժամանակ էլ, երբ եւ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, եւ թոշակ ուներ, եւ Հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առևտուր փորձեց, վնասվեց ու թողեց։ Մի անգամ Թիֆլիսում մտերիմներից մեկի տանը Պորոշյանը կարդում է Աբովյանի վերք Հայաստանի վեպը, որը խորապես ոգեշնչում է նրան, եւ հենց այդ ստեղծագործության ազդեցության տակ էլ գրում է իր առաջին գործը Սոս եւ Վարդյութերը, որը հայ նոր գրականության երկրորդ վեպն էր Աբովյանի վերքից հետո։ Սոս եւ Վարդյութեր վեպը գրվել է ընդամենը 22 տարեկան երիտասարդի կողմից եւ բնականաբար չէր կարող զերծ մնալ թերություններից։ Վեպում հանդիպում են որոշ արհեստական կամ չափազանցված տեսարաններ, դրություններ ու կերպարներ, որոնք իրականության հետ աղերս ունեն այնքանով, որքանով ներշնչված են գրական երազանքներից։ Այնուամենայնիվ, այս ամենը մնում է երկրորդ պլանում, քանի որ վեպի հիմնական արժեքը հենց ժողովրդի կյանքի հարուստ ու բազմաշերտ նկարագրություններն են։ Պորոշյանի այս վաղ շրջանի գործում արդեն իսկ հստակորեն նկատելի է դիտելու, ընկալելու եւ իրական կյանքը գրականությամբ վերարտադրելու նրա վարպետությունը։ Վեպը դարձավ սկիզբ մի գրական ուղու, որի հիմքում խոր ըմբռնում կար ժողովրդի էության, ապրումների եւ հոգեբանության նկատմամբ։ Սոս եւ Վարդյութեր վեպը, որ Պորոշյանը գրել է 1860 թվականին, նրա առաջին վեպը այնքան էր արժեքավոր եւ նշանավոր, սա Աբովյանի վերք Հայաստանից հետո արևելահայ իրականության մեջ երկրորդ վեպն էր։ Այսինքն դեռևս գրական մեծ ավանդներ ստեղծված չէին Աբովյանի ստեղծածից բացի։ Գրական միջավայրն այնպիսին չէր, որ Պորոշյանը փաստորեն դառնում է առաջին վիպասաններից մեկը հայ իրականության մեջ։ Դրա համար էլ արժանանում է Միքայել Նալբանդյանի ուշադրությանը։ Պետրոպավլովյան ամրոցում 1863-64 թվականներին նա գրում է կրիտիկա Սոս եւ Վարդյութերի։ Այսինքն Սոս եւ Վարդյութերի քննադատական խոսք։ Հոդվածում Նալբանդյանը տեսնում է, որ եւ
ապացուցում է, որ հիմնական նպատակը չի եղել Սոսի եւ Վարդիթերի սիրո պատմությունը ներկայացնել, այլ նրանց միջոցով օգնական են եղել այդ կերպարները, որպեսզի նա ներկայացնի այն միջավայրը, կենցաղը, այն ավանդույթները, ծիսական կարգերը, որոնք գոյություն են ունեցել այդ ժամանակվա աշտարակում։ Եվ դա իսկապես նրան հաջողվել է։ Սերգեյ Սարինյանը, որը Պրոշյանով մանրակրկիտ զբաղվել է, նույնպես ասում է, որ երբ ուսումնասիրում ենք Սոս եւ Վարդիթեր վեպը, տեսնում ենք, որ նա ամբողջությամբ միֆոլոգիա է, այսինքն այդ ժողովուրդը ապրում էր բանահյուսական կյանքով, ամբողջությամբ բանահյուսություն է։ Սոս եւ Վարդիթեր վեպում հստակորեն դրսևորված է հայ ժողովրդի վիճակը, սոցիալական խնդիրները։ Այնուհետև որպես առավելություն Միքայել Նալբանդյանը նշում է շատ հաջողված մասսայական տեսարանները, երկխոսությունները, ժողովրդախոսակցական լեզվի շատ ճաշակավոր կիրառությունը։ Որպես կրիտիկայի բնաբան Միքայել Նալբանդյանն ընտրել է Սաղմոսից մի հատված. Ով ննջում է, միթե այլևս հարություն չի առնի։ Հարց է առաջանում. այս արտահայտությունն ինչ կապ ունի Սոս եւ Վարդիթեր վեպի հետ։ Կապը ակնհայտ է, որովհետև Միքայել Նալբանդյանը լայն հայացքով էր նայում Սոս եւ Վարդիթեր վեպին, վստահ լինելով, որ այս վեպի եւ նման նրան այս վեպը կդառնա դպրոց եւ նրան շարունակող հայ գրականության նմուշները կբարձրացնեն ազգային հարցեր, սոցիալական խնդիրներ, որով հայ ժողովուրդը այլևս չի ննջի, այլ արթուն կգտնվի, իսկ որոնք են այդ հարցերը, լեզվի խնդիրներ, սոցիալական հարցներ, վերջապես ազգային քաղաքական խնդիրներն էին։ Պերճ Պրոշյանի ամենաուշագրավ ստեղծագործությունը Հացի խնդիրն է, որ 1879 թվականին տպագրվել է Փորձ ամսագրում մնայուն տեղ գրավելով հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը պատկերելով երկու հակադիր ուժերի բախման մեջ, Պրոշյանն այս ստեղծագործության մեջ հակադրում է կյանքի երկու տարբեր ըմբռնումներն ու գոյության երկու ձևերը։ Դարաշրջանի սոցիալական հակասությունները Պրոշյանը ներկայացնում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի կերպարների բախման միջոցով։ Սկսվում է սոցիալական շերտավորում, գյուղացին կորցնում է հողի և ունեցվածքի հետ իր կապը, որը մինչև այդ ընկալվում էր որպես բնական ու անբաժան իրավունք։ Թումանյանը բարձր է գնահատել Պրոշյանի հայ գյուղի մասին ունեցած մեծ ճանաչողությունը, այդ մասին գրելով. ժողովրդի կյանքն այնպես էր ճանաչում, մեր հին ու նոր լեզուն այնպես գիտեր, էլ դու պրծար։ Մեր երիտասարդ գրողների մեջ ես այդ բանը չեմ տեսնում։ Նրանց գրածները մեծ մասամբ ժողովրդի կյանքից կտրված բաներ են։ Շատ հաճախ մենք անտեսում ենք Պրոշյանի դերը մեր լեզվի զարգացման մեջ։ Պրոշյանը մեծ դերակատարություն է ունեցել արևելահայ աշխարհաբարը գրական լեզու դարձնելու հարցում։ Պրոշյանն իր վեպերով, որոնցից հիշարժան են անպայման եւ Սոս եւ Վարդիթերը, եւ Կռվածաղիկը, եւ Ցեցերը, մանավանդ Հացի խնդիրը։ Այնուհետև նույն Պրոշյանը իր սկիզբն երկանց երկում, շահեն երկում անդրադարձել է ազգային ազգական խնդիրների պատկերմանը եւ այս իմաստով դարձյալ նա առաջիններից մեկն է մեր իրականության մեջ։ Այնպես որ սիրելի ունկնդիրներ, Պրոշյանը լուրջ ու մեծ գրող է եւ նրան ոչ թե պետք է թերագնահատել կամ արամարել, այլ պետք է ուսումնասիրել եւ գիտականորեն հիմնավորել նրա գեղարվեստական ժառանգությունը, նրա կյանքի այն դրվագները, որով Պրոշյանը ծառայել է հայ ժողովրդի բարգավաճմանը, հայ գեղարվեստական գաղափարական մտքի առաջընթացին։ Մեծ ու նշանակալի դերակատարում է ունեցել հայ թատրոնի պատմության մեջ։ Թիֆլիսի նման հայաշատ քաղաքում Պրոշյանը երազում էր օր առաջ հիմնել թատրոն։ Նա վստահ էր, որ անհրաժեշտ է ներկայացնել հայ ժողովրդի անկախ գոյության դժվարին պայքարն ու ժամանակի կյանքը իր լավ ու վատ կողմերով։ Եվ ահա 1862 թվականին իրավաբան Գրիգոր Իզմիրյանի բնակարանում տեղի է ունենում դերասանական մշտական խմբի կազմակերպմանը նվիրված հիմնադիր ժողով։ Մի մարդ եկավ թատրոն եւ ասում է, որ
թատրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Վարդանյան ընտանիք ուզում է նվեր մատուցել թատրոնին։ Այդ նվերը պետք է լինի ներկայացման տեսքով եւ այդ ներկայացման բյուջեն դուք եք որոշում, սիրելի թատրոն։ Այսպիսի բան ես առաջին անգամ լսեցի եւ որքան էլ հաճելի էր դա լսել, մի փոքր անհավատալի թվաց։ Առաջարկն այսպեսին էր. շատ նախընտրելի է հացի խնդիրը, բայց եթե դուք ունեք այլ հեղինակ կամ այլ պիես առաջարկելու, պատրաստ ենք սիրով քննարկել։ Ես Սոս Սարտաշեսովիչին ասացի, որ կարծում եմ ճիշտ եւ կոռեկտ կլինի այն մարդու հանդեպ, ով այս առաջարկը անում է, փորձենք հասկանալ նորովի ընթերցել հացի խնդիրը։ Առաջին բարդ, այսպես ասած, պատասխանատվությունը վերցրի ինձ վրա եւ վեպը սկսեցի վերընթերցել։ Կարդալու ընթացքում մի նախադասություն ֆիքսվեց իմ մեջ. ճշմարիտ է այն խոսքը, որ մարդու դատավորը յուր խիղճն է միայն։ Նրանից անդին ոչ մի դատավոր չի եղել ի սկզբանե եւ չի լինելու երբեք։ Ես սա վերցրեցի եւ հասկացա, որ սա է մեր ներկայացման հիմնական ասելիքը։ Խղճի մասին մենք պետք է խոսենք։ Իզմիրյանը ջերմությամբ է ընդունում եւ ընդառաջում թատրոն ստեղծելու սրբազան գործին։ Խումբը պատրաստում է բեմադրել Ռափայել Պատկանյանի Շուշանիկ պիեսը։ Այդ մասին Գևորգ Չմշկյանն իր հուշերում գրել է. Դոքա սկսեցին Ներսիսյան դպրոցի աշակերտների մի քանիսի հետ, ինչպես էին Ամրիկյանցը, Սուքիասյանցը, Մատինյանցը, ապագա երևելի տաղանդները եւ Պերճ Պրոշյանի ձեռնարկությամբ տվեցին 1 թե 2 ներկայացում Ներսիսյան դպրոցի դահլիճում։ Վիգեն Ստեփանյանը բեմադրեց դա եւ բեմականացման ընթացքում Սոս Սարգսյանը կտրուկ վատացավ եւ սարսափելի լուրեր սկսեցին անմիջապես տարածվել, որոնք ճիշտ չէին։ Ես մեկնեցի հիվանդանոց, բնականաբար, խոսեցի իր հետ եւ իրեն խնդրեցի, որ շատ արագ հայտնվեք լրատվամիջոցներին եւ ասեց շատ չեմ կարող, որովհետեւ լավ չեմ զգում, բայց խնդրեցի իրեն մի պահ վերակենդանացման բաժնից դուրս հանեցին, որտեղ մեր դերասաններն էին, շատ մարդիկ տեսան, նկարվեցին եւ այլ եւ այսպես ասած այդ պահը զսպեցինք։ Օրեր անց ես գնացի իր մոտ եւ ասացի, որ այն մեջբերումը, որ հիմա ձեզ համար ասացի, խնդրեցի, որպեսզի ինքը կարդա դա։ Մենք ձայնագրեցինք դա եւ դրա հիման վրա նկարահանեցինք հիմնական գովազդը ներկայացման, որը հնչում էր Սոս Սարգսյանի ձայնով։ Ինքը Պրոշյանը գրել է դրամատիկական 3 երգ, որոնցից մեզ հասել է միայն 2-ը։ Առաջին Նաղասի ողբերգությունն է, որը տպագրվել է կռունկ հայոց աշխարհին ամսագրում եւ ունեցել է մի քանի բեմադրություն, եւ որտեղ աղասու կերպարը մարմնավորել է հենց ինքը Պերճ Պրոշյանը։ Պրոշյանի երկրորդ գործը Բամբակ առնող դրամատիկական երգն է։ Վոդևիլը, որը բեմադրվել է նաև Թիֆլիսի գերմանական ակումբում, փոփոխված Բամբակի Փոդրատչին վերնագրով։ Հետագայում այս պիեսը հայտնվել է Սունդուկյանի անձնական գրադարանում, կնքված նրա անվամբ։ Կարող ենք ասել, որ նա նաև բանահավաքի կարգավիճակում է եղել Պրոշյանը, որովհետև իր ստեղծագործության մեջ տեղ գտած երգերը հետագայում, երբ Կոմիտասը եւ Մանուկ Աբեղյանը հրատարակեցին 1001 խաղ գիրքը, նրա այդ գրքի մեջ տեղ գտած երգերը նաև մենք տեսնում ենք Պրոշյանի Սոս եւ Վարդիթեր վեպում տեղ գտած երգերի մեջ, օրինակ մենք տեսնում ենք վեպում Յայլայի պարը, երիտասարդ աղջիկներն ու տղաները պարում են եւ միմյանց այսպես երգում են, ձոնում են միմյանց երգեր եւ տեսնում ենք առաջին անգամ ինչպես է Սոսը համ պատրաստից քառատող նվիրում Վարդիթերին։
Պրոշյանի երրորդ դրամատիկական գործը Ախմախ աղամբեոսն է, որը նա ուղարկել է Աղայանին փորձ ամսագրում տպագրելու համար։ Երկի ձեռագիր տարբերակը չի պահպանվել, ստեղծագործության մասին տեղեկություններ մեզ հասել են Աղայանի եւ Պրոշյանի նամակներից։ Հետագայում հայ բեմում մեծ կարևորություն են ունեցել Պրոշյանի ոչ միայն դրամատիկական գործերի բեմադրությունները, այլև վեպերի, այդ թվում Սոս եւ Վարդիթերի եւ Հացի խնդրի։ Հացի խնդիր ներկայացման մեջ ինձ հանձնարարվել էր Տանուտեր Սիմոնի դերը։ Ծավալուն մի գործ, ծավալուն դեր, բոլոր դերերն էին այնտեղ ծավալուն, փոքր դերեր չկային, բոլորը ֆունկցիոնալ դերեր էին, ասելիք ունեին, մի կերպարը հանեիր, շատ բան կփոխվեր։ Եվ բեմադրում էր երջանկահիշատակ Վիգեն Ստեփանյանը։ Ես հիշում եմ ներկայացումից շատ լավ տեսարաններ, որոնք ազդեցիկ էին, եւ այսօր հնչեղ կարող էին լինել այդ տեսարանները, շատ հնչեղ։ Ես խաղում էի այդ Տանուտեր Սիմոնը, ով վերջում պարզվեց ամենամեծ դավաճանությունը գործեց իր ընկերոջ հանդեպ։ Նա փաստորեն գիտեր, որ հարսանիքը խափանվելու է, հեղնարին առևանգելու են, տանելու են պետական մակարդակով։ Եվ նա ծպտուն չէր հանել, մինչև նա եկել էր հարսանիքին, նա եկել էր ուրախանալու իր ընկերոջ աղջիկա հարսանիքին, բայց շատ լավ իմանալով, որ փչանալու է այդ հարսանիքը։ Այստեղ միայն դավաճանության թեման չի, այստեղ շատ հարցեր են քննարկվում, որը մեր առօրյայի մի մասն են։ Եվ հացի խնդիրը, հենց բուն հացի խնդիրը, եւ այդ փոխհարաբերությունները, ընկերությունը, փայլուն ընկերություն, մենք վերջում ենք իմանում, որ դավաճանություն է եղել, բայց փայլուն ընկերություն էր սկզբից։ Պրոշյանը կնոջ դերը տեսնում էր ոչ միայն կրթվելու մեջ ու դպրոցում, այլև հասարակական կյանքում ու թատրոնում։ Հենց այդ համոզմունքով էլ նա սկսեց ներգրավել կին դերասանների, խախտելով ժամանակի պահպանողական ավանդույթները։ Թեև շատերը նրան համարում էին, որ այդքան էլ ծանոթ ու գիտակ չի համաշխարհային գրականությանը, սակայն նրա գրչին ու մտքին են պատկանել Տոլստոյի Կովկասի գերին, Մանկություն եւ պատանեկություն, Չարլզ Դիկենսի Դավիթ Կոպերֆիլդ, Նիկոլայ Գոգոլի Ամուսնություն եւ այլ հեղինակների ստեղծագործությունների հրաշալի թարգմանությունները։ Պրոշյանն աշխարհաբար է թարգմանել նաև Ավետարանը, որի համար Գևորգ IV ամենայն հայոց կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ Բացի լավ եւ գովերքական եւ լավ պատմությունները, իհարկե ոչ թե մարդ տեսակի մասին, այլ ստեղծագործությունների մասին Շիրվանզադեն, քանի որ գիտենք քննադատական այդ ռեալիզմի առաջնորդներից մեկն էր հայ գրականության մեջ, ինքը իր հոդվածներից շատերում նաև քննադատել է, ինչու՞ չէ Պրոշյանին, օրինակ Ցեցեր վեպի մասին գրելիս Պրոշյանին ասում է, նա այդպես էլ չհղկվեց, մնաց հայ գրականության շրջանակներում։ Այո, ասում էր, որ Պրոշյանը շատ լավ գիտի հայ գրականություն, շատ լավ տեղյակ է ամբողջ միջնադարյան գրականությունից, բարբառներից եւ այլն, բայց արտասահմանյան գրականությանը ցավոք ծանոթ չէ։ Իսկ այդ շրջանում գիտենք ինչքան որքան հետաքրքիր հեղինակներ կային եւ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին, այսինքն Պրոշյանը չէր ըստ Շիրվանզադեի չէր քայլում ժամանակի գրողին ներկայացվող պահանջներին համապատասխան, բայց միևնույն ժամանակ բարձր է գնահատել Հացի խնդիր եւ Սոս Վարդիթեր վեպերը։ Պրոշյանի կինը Աննա Դոլգյանը վայրական կողմով սերում էր Սայաթնովայի տոհմից լինելով մեծանուն աշխուհի Ծոռնուհին։ Բանիմաց, կրթված եւ հզոր ներուժով մի կին, ով ոչ միայն եղել է Պրոշյանի կյանքի ուղեկիցը, այլև հոգեվոր աջակիցը, ներշնչանքի, հավատի եւ համբերության աղբյուրը դժվար պահերին։ Իր հուշերում Պրոշյանը գովասանքով եւ երախտագիտությամբ հիշել է նրան գրելով. Եթե չլիներ Աննան, ես չելինի այնինչ եղա։ Աննան եւ Պերճ Պրոշյանն ունեցել են 6 զավակ, 3 տղա, 3 աղջիկ՝ Պերջանույշը, Աշխենը, Շուշանիկը, Պրոշը, Էաշին եւ Պապակը։ Պերջանույշը, Աշխենը, Շուշանիկը շարունակել են հոր գործն ու դարձել մանկավարժ։ Պրոշյանը բռնել է քաղաքական ուղին, Էաշի Պրոշյանը եղել է բավականին տաղանդավոր գեղանկարիչ, իսկ Պապակը իրավաբան։ Որպես սերունդ ունենք միայն Էաչի Պրոշյանի զավակներին՝ Նեան եւ Էալան,
ովքեր հիմա դեռ ողջ են, մեծը ապրում է Նիժնի Նովգորոդում, փոքրը Ամերիկայում Սան Ֆրանցիսկոյում։ Քանի որ խոսքը գնում է Պրոշյանի թոռների մասին, արդեն իսկ պատկերացում ենք կազմում, որ նրանք տարիքով բավականին մեծ են, թանգարան գալ չեն կարող, մեզ օգնել, այսպես ասած, չեն կարող, բայց կապը նամակագրական, հեռահար կապը մշտապես առկա է։ 1905 թվականը Պրոշյանի համար դառնում է ճակատագրական։ Ծանր հիվանդությունից մահանում է իր կինը, որին նա սիրում էր անսահման եւ համարում էր կյանքի հրեշտակ։ Հետաքրքիր դրվագներ է պատմում կնոջ հետ կապված Շիրվանզադեն շատ էր սիրում Պրոշյանը իր կնոջը եւ պատմում է, հիշում է այն օրը, երբ Պրոշյանը կորցրեց իր կնոջը, ասում է Պրոշյանը միանգամից կերպարանափոխվել էր, այդ օրը այնպիսի բաներ էր ասում, այնպիսի բաներ էր խոսում, իրեն այնպես էր պահում, կարծես ցնորվել է այդ մարդը, մենք այդպես էինք մտածում։ Կնոջ վախճանից հետո գրողը հայտնվել է հոգեկան ծանր վիճակում։ Աննայի հուղարկավորության ժամանակ նրան դժվար է եղել անգամ ճանաչել։ Այդ մասին իր հուշերում գրել է Ալեքսանդր Շիրվանզադեն։ Կյանքի վերջին տարիներին Պերճ Պրոշյանը շատ է ճամփորդել, բայց կյանքի վերջին տարիներին նա ցանկացել է գալ աշտարակում ապրել եւ իր մականացուն կնքել իր ծննդավայրում։ Սակայն չգիտես ինչու որոշ անձինք չեն ընդունել Պերճ Պրոշյանին, տեղացիներ եւ նրան անվանել են ծրտի պրտի գրող հեղինակ, նույնիսկ չեն ճանաչել։ Եվ նա վերցրել է իր ճամփորդական մախաղը եւ ճամփա բռնել դեպի Թիֆլիս եւ վերջին անգամ դարաբավորի բարձունքներից մի տխուր հայացք է ձգել ծիծեռնականիստ աշտարակին եւ մականացուն կնքել է Թիֆլիսում եւ հուղարկավորված է Թիֆլիսի հայկական Խոջի վանքի գերեզմանատանը։ Պերճ Պրոշյանին վերջին անգամ տեսել է Ավետիք Իսահակյանը 1907 թվականին դստեր Պերջանույշի մոտ։ Անտեր անօգնական կուչ էր եկել աղոտ սենյակում, ասես զգում էր մոտալուտ մահը։ Նայում էր խորին ցավով, ինչպես որդին է նայում ծերացած հորը։ Համբուրեցի այս անզուգական, պարզ, բարի մարդու ձեռքը, որը մեր ժողովրդին տվել է այնքան թանկարժեք, բարոյական ժառանգություն, գրել է վարպետը։ Պերճ Պրոշյանն իր անունը կնքեց հայ գրականության էջերում իր առաջադեմ գաղափարներով ու անկոտրում ոգով։ Կրթության, լուսավորչության, արվեստի ոլորտներում նրա նվիրումն ու համառ պայքարը դարձան ժամանակի կարծրատիպերը կոտրող կարևոր հիմնաքարեր։ Սովորեց, սովորեցրեց, ուղղորդեց եւ մնաց ազնիվ իր որդեգրած սկզբունքներում։ Այդպիսին է հանճարների առաքելությունը։ Եվ գուցե իսկապես նրանք այս աշխարհից չեն։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք